Ավտոդրայվի նախորդ թողարկման ընթացքում մենք ներկայացրեցինք էքստրիմ դասի մրցելիքների մի մասը։ Այժմ գիտենք շարունակությունը։ Հասկացա, բայց ավտոյի դեպը կես կան, մերնեմ կան, արի ես կոմ գալիս Ցավոք Սամվել Խաչատրյանը իր շտուրմանի հետ բախվում է մեծ խնդրի։ Կտրվել է ճոպանը։ Ճանապարհը շարունակելու այլ մեթոդ պետք է գտնել։ Սամվելը պետք է կարողանա հաջորդ փորձությունները հաղթահարել առանց ճոպանակի։ Աստորեն ուազը ծուղակից դուրս բերելու համար պակասում էր միայն Հայկի ուժը։ Ավտոդրայվին երկար տարիներ աջակցելու համար շնորհակալություն հայտնենք հաղորդաշարի գործընկերներին։ Գլխավոր հովանավորը Ավտոսան ընկերությունն է, բարձրակարգ բարդալ ավտոյուղերով։ Պաշտոնական գործընկերը Նոր տուն խանութների ցանցն է։ Հաղորդմանն աջակցում են Արզնի կատ ընկերությունը, Քեշուա Արմենիան, GH Stone-ը, Maxoil ընկերությունը։ Ավտոդրայվը երկար չէր գոյատևի, եթե չլիներ Multigroup կոնցեռնի աջակցությունը հաղորդմանը և Drive Media պրոդյուսերական ընկերությանը։ Շնորհակալություն կոնցեռնին, իդեմ նախագահ Գագիկ Ծառուկյանին։ Անձրևը կրկին սկսում է թափ հավաքել։ Կարծես դժվարությունները քիչ էին, հիմա էլ անձրևը։
կարոտը բերի։ Միատեր։ Անձրևն այնպես է թափվում, ասես երբեք չի եկել։ Այս պայմաններում նկարահանում կատարելն արդեն չափազանց բարդ պրոցես է։ Նույնիսկ տեսախցիկն է հրաժարվում աշխատել։ Պատկերացնում եք անձնակազմերի վիճակը։ Ոչի բաչկա։ Այս հիանալի միջոցառումը Սյունյաց աշխարհին նվիրելու համար երախտիկի խոսքեր պետք է ասել 4 անգամ 4 օֆրոդ ակումբին։ Իդեմ ակումբի նախագահ Ստեփան Ստեփանյանի, Կապանի համայնքապետարանին իդեմ համայնքապետ Գևորգ Փարսյանին։ Ինչպես նաև Գրիգորի Փարսյանին, ով տրամադրել է այս տարածքը մրցարշավը անցկացնելու համար։ Да, спецзаказ. Արթուր Մաթևոսյանն ու Կարո Սաղաթելյանն են հայտնվել գետի մեջ, բայց նրանց խանգարողը ոչ թե գետի ալիքներն են, այլ գետափի թումբը։
Այսպիսով Կապան Race 2025 Jeep Trophy Sprint մրցարշավն ավարտվում է։ Սա վերջին հաղորդումն էր Կապան Race 2025 մրցարշավին նվիրված թողարկումների շարքից։ Արդյունքներն ամփոփելու ժամանակն է։ Մինչ մրցավարական անձնակազմը գլխավոր մրցավար Ցոլակ Հակոբյանի գլխավորությամբ կամփոփի արդյունքները, Հայաստանի դրիֆտ մրցաշարերի բազմակի մրցանակակիր Սերգեյ Սաֆարյանը ներկայացնում է իր դրիֆտային բոլիդը։ Դրիֆտ շոուի Հայաստանի չեմպիոն Սերգեյ Սաֆարյանը նաև կներկայացնի իր կատարելիք աշխատանքը։ Եվ ինչպես պետք է ներկայացնել բոլիդը, այո, հենց գործողության մեջ։ Բռնաուտ Սերգեյի կատարմամբ։ Այնպիսի բռնաուտ, որից շիկանում են արգելակման սկավառակները։ Այս սա է կոչվում բռնաուտ։ Մեր շնորհակալությունն ենք ուզում հայտնել այսօր անձրևի տակ մեր հետ պայքարող, այս ամեն մի վարքյանը մեր հետ ֆիքսող, ավտոդրայվ հաղորդման ամբողջ ստեղծագործական թիմին։ Ավտոյնեցից են արդեն մխոյի օպերատորները ընգել, ալարում են իշներ, ճանջակ չթրջել են։ Ստանդարտ A-դաս, երրորդ տեղ Կամո Բուլղադարյան և Արեն Խուդինյան, երկրորդ տեղ Ահարոն Սարգսյան և Հրանտ Փարամազյան, առաջին տեղ Սուրեն Հարությունյան և Արամ Հարությունյան, Ստանդարտ B-դաս, երրորդ տեղ Դավիթ Բաղդասարյան և Սոնա Բաղդասարյան, երկրորդ տեղ Կարեն Դավթյան և Գրիգոր Ղլտչյան, առաջին տեղ Վաչե Ներսիսյան և Հայկ Աղեկյան, Սպորտ A-դաս, երկրորդ տեղ Սամվել Ստեփանյան և Էդգար Դալլաքյան, առաջին տեղ Արամ Հարությունյան և Սուրեն Հարությունյան, Սպորտ B-դաս, երրորդ տեղ Հենրիկ Ստեփանյան և Նարեկ Ստեփանյան, երկրորդ տեղ Սամվել Խաչատրյան և Հայկ Մատենցյան, առաջին տեղ Արթուր Մաթևոսյան և Կարո Սաղաթելյան, Էքստրիմ դաս, երրորդ տեղ Արմեն Ղազարյան և Էդգար Ավետիսյան, երկրորդ տեղ Գեորգի Մայսուրաձե և Գեորգի Սարտանյա, առաջին տեղ Ռուբեն Սահակյան և Հայկ Պողոսյան։ Կապան Race 2025 մրցաշարին նվիրված հաղորդումների շարքը ավարտվեց։